Ողջուն ենք ձեզի, սիրելի Աստծո ժողովուրդ, ինչու ասկանչարացել է աշխարհը, արդեն եթե ուզենք համրել, թե որքան չարություն կա, արդեն դժվար է համրել, եւ գիտեք շատ մարդոց կողված հարցը գա, թե ուր է Աստված կամ ընդհանրապես ինչու աս ամենը։ Ես ժամանակ մգար հետաքրքիր ձևով Աստված հետս խոսեցավ իր խոսքի միջոցով եւ կարծես աս ընդհանուր հարցին պատասխանը կդա աս մեկ խոսքի մեջ, որ գսե լույսը աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարը լույսեն ավելի սիրեցին։ Շատ բարձ եւ հստակ պատասխան է։ Լույսը եկավ լուսավորելու եւ լույսը մինչեւ այսօր ինքը գլուսավորե մեր Տերը հարություն արած ողջ Աստված է, բայց մարդիկ եւ որ խավարը գնդրեն, մարդիկ եւ որ խավարը գսիրեն, լույսին համար արկերք է որ ինքը լուսավորե։ Ադորոմար այսօր at մեծ հարցին պատասխանը, որ ինչու ասկան չարություն, ինչու ասկան արդեն ինչս ես անհասկանալի չար բաներ, որովհետև լույսը աշխարհ եկավ, բայց մարդիկ չսիրեցին, եւ այսօր ես պատրաստվել եմ նորեն խոսելու չար բանի մասին, իրականության մեջ չար, եթե մտածենք աս ամենը նույնիսկ կրնանք լալ իրար հետ աս ամեն ինչի համար, Պիտի խոսիմ աբորդի մասին, պիտի խոսիմ վիջումի մասին, շատ արևելահայեր աբորդ կսեն, վիջումն ալ գահասկնան, ոստեղ արևմտահայերը վիջում գահասկնան, և իրականության մեջ աս նույթը չար է, այս ամենը չար է, թեգուզ այսօր շատ մարդոց կողմեն ընդունված ալա, ինքը իրականության մեջ չար է, որովհետև այսօր ով գրնա ասել ինչը չար է կամ բարի է, եթե ոչ Աստված Եթե ոչ միան Աստվածաշունչն է եւ Աստված է, որ իր խոսքով գրնա ասել, թե ինչը չար է եւ ինչը շիդակ է։ Այո, այսօր մարդիկ գրնան իրենց գարձիկը ունենալ եւ սխալ չէ, որպես մարդ դու գրնաս քո գարձիկը ունենալ, բայց այսօր ինչը չար է եւ ինչը բարի է, դու չես գնար որոշել, որովհետեւ քո գարձիկը պայման չէ ամեն ժամանակ շիդակ լա, ոչ ալ իմ գարձիկս։ Գիտեք, այնպեսի նույն մնե որ շատ համաշխարհային է եւ իրականության մեջ աշխարհի ամեն ծայրերը դարածված իրականություն մնե դժբախտաբար այսօր աբորդը, վիջումը եւ ես պատրաստվել եմ շատ գարժ անդրադառնալու այս ամեն ինչին եւ գուզեմ տեսնենք աս ամեն ինչին արմատը ինչ է, աս ամեն ինչին յետևը ինչ կա եւ աս ամեն ինչի համար Աստված ինչ կսե եւ աս ամեն ինչին հերանալը ինչ օգուտներ ունի, աս ամեն ինչը չնելը ինչ կարեւոր է Եվ եթե աս ամեն ինչը շարունակեն անել մարդիկ, ինչ վտանգներ կա։ Նախ պետք է հասկանանք աս ամեն ինչին ետևը ինչ կա, սիրելիս, որովհետև գիտես ամեն չար բանի ետև չարը կա եւ ամեն բարի բանի ետև Աստված է, որովհետև Աստված կսե ամեն բարի բարգև միան վերեն է մեր հորմեն, որ երկինքն է։ Ադորամար ամեն բարությունը Աստծո է, ամեն չարը չարեն է եւ Խոսելով ասնույթի մասին կհասկանանք, որ մենք ասի չար բան մնե եւ չենք կնար անդարբերը լալ եւ չնկատել, որ աս ամեն չարության յետև գա սուդերու հայրը, որ Աստվածաշունչը գսե սուդերու հայր ինքը սատանան է եւ ինքը իր էությամբ չար է, ինքը իր էությամբ քող է, իր էությամբ գործանող է, գործընծնող է եւ չենք կնար անդարբերը լալ աս ամեն ինչը խոսելով չխոսիլ չարին մասին, սատանային մասին, որուն յետևը գեցած է ինքը աս ամեն ինչին, որովհետեւ այսօր գրնալ մարդիկ այնքան բարձացնեն ոչ թե բարձացնեն իրենք ուզեն բարձացնել շատ բաներ իրենց գարձիկներով չէ որ հա ըրինք ասանք բամը ըրինք բայց աս ամեն ինչին հետև ատկանալ բարձ բան չի գա աս ամեն ինչին հետև չարը գա չար իշխանություններ կան որովհետև այսօր ամեն չար արարքի հետև մարդկության մեջ չար իշխանություն կա եւ Այսօր աբորտին յետևը գա չար իշխանություն եւ եթե այսօր մենք գտնայինք Աստվածաշունչեն ինչպես կրնանք գտնել աս ամենը եկեք իրար հետ կարդանք եւ լսենք Փեն օրինաց 13-րդ գլուխ 31-րդ խոսք եւ որ Աստված իր օրենքներու քիրքի մեջ գսորվեցներ որ իր ժողովրդին իր օրենքները իրենց սկուշացուց հետանոս ասկերեն շատ մբաներու եւ սկուշացուց նաեւ աս գեդեն եւ գսե Թունքու դեր աստծույթ այնպես մի իներ, քանզի անոնք դիրոջը ադելի եղած քարշելի բաները իրենց աստվածներուն գնեն, փոքրակիրով աստվածներ, այսինքն չաստվածներ, ոստեղ Աստված Իսրայել ժողովրդին գսորվեցնե որ իրենք ուրիշ ասկերու նման
հետանոսներում նման քարշելի բաներ չնեն, Աստծո արչև քարշելի, եւ նայեցեք ինչ կսե։ Որովհետեւ անոնք իրենց աստվածներուն բադիվ ընելու համար մինչև անգամ իրենց դղակներն ու աղջիկները գրագով գայրեն։ Եվ դուք երբ որ գարտակ Աստվածաշունչը 5 դագարանի մեջ կտեսնեք, ինչպես հետանոս ասկերը իրենց բզդիկները զոհ գմադուցանեին իրենց չաստվածներուն, եւ այսօր երբ որ խոսենք աբորտի մասին, ինքը իրականության մեջ եթե ցևը նույնը չէ, բայց կտեսնես որ այդ մանուկները շատ գիներու փորի մեջ իրենք գզոհվին գոր իրականության մեջ զոհ գտարնան գոր եւ կտեսնես Աստվածաշունչի մեջ ինչպես նույնիսկ եթե ուզենք մտածել դժվար է, չէ, եթե ուզենք մտածել դժվար է, չեմ գիտեր մարդը ինչ գեդի թիվահարված պիտի լա, որ ինքը ինչ գեդի խապված պիտի լա, որ ինքը այն որ իր մեջ զնավ առնե եւ գրագին մեջն է դե մտածելով որ ինքը զոհ գնե գոր իր Աստծո։ Ինչ խապվածության վիճակ կամ ինչ վիճակի մեջ պիտի լա մարդը չեմ գիտեր։ Միայն ու միայն կհասկանամ որ աս ամեն ինչին հետևը գա չարը եւ կտեսնես Աստվածաշունչի մեջ որ ասիկա ովևէ մեկ բահմը չեր որ ասիկա դարվեցավ։ Աստված գսե ասկեր գային հետանոս ասկեր որ իրենց զոհներ ասիկա զոհ գմադուցանային իրենց չաստվածներուն եւ այսօր երբ որ գնայս աբորտին կտեսնես նորեն աս մանուկները աս սերմերը որ Աստված իրենց ստեղծեց իրենց մորը որովայնի մեջ իրենք զոհը դարձել են իրենք զոհը գտարնան գոր եւ հիմա բարձրապես անունը աբորտ է ասոր վիճում բայց աս ամեն ինչին հետևը արդյոք չգա այն նույն չար իշխանությունը որ բարձրապես ժամանակին այդ բզդիկը գբերեին եւ գրագի մեջ կնետեին զոհ մատուցանելու եւ նույնպես այսօր շատ մը գիներու փորի մեջ աս մանուկները զոհ դարձած են չեմ գիտեր ինչ պատճառներով չեմ գիտեր ինչ արդարացումներով բայց վերջավորության իրենք կդառնան գոր զոհ որու համար գզոհվին գոր իրենք որու զոհը կդառնան գոր իրենք որու որոշումով սիրելիներ աս ամեն ինչին հետևը չար իշխանություններ կան աս ամեն ինչին հետևը չար հոգիներ կան եւ աս ամեն ինչը բադահական չէ որ կկատարվի Ադոր համար ուզեցի ես այսպես սկսիլ վդանքեն սկսիլ խոսելու որ վդանք կա այս ամեն ինչին հետև Տերևս ինձի շատ մարդիկ որ գտիդեն արդեն դուք հավատացյալ եք եւ ձանոթ է աս ամենը բայց սիրելիներ գխնդրեմ դարածեցեք շատ մարդիկ չեն գիտեր աս ամենը շատ մարդոց համար այնքան բարձացած է ամեն ինչ հա վիճումերին ինչու ճուզեցին աս բզդիկին ճուզեցին կամ հարաբերությունը սխալմամբ իրենց ճուզելով վիճեցին այդ բզդիկին հա գիտես գարձես այնքան բարձ է այնքան գարձես գիտեք սատանայի մարդավարությունները մեկն է եւ ոչ թե մեկն է իրեն ամենակարևոր մարդավարությունն է որ ինձ ինքը բահե որ ինքը չի գա հա գարձես ամեն ինչ անանք մարդիկ որոշեցին եղավ աս ամեն ինչին յետևը աս ամեն չար բանին յետևը գանկնած է չարը որուն անունն է սատանա Եվ մարդոց կյանքերու մեջ ինքի իշխանություն վերցուցած է եւ այսօր շատ գիներու փորին մեջ շատ բզդիկներ շատ սերմեր որ Աստված իրենց ստեղծեց եւ իրենց մեջ իր շունչը բջեց որ իրենք գենտանի հոգի են այսօր կդառնան գոր զոհ որովհետեւ այս ամեն ինչին հետևը գա չարը բայց ինձ ինքը գուզե գոր բահել այո շատերուն համար Ձանոթ է չարը, ես սեզիս եմ շատ գախարտներ, շատ վհուկներ, շատ մարդիկ որ գաշխատին չարին հետ, գրնալ ալիմա մտածեք ասեք ինչու ասկան լեցված գխոսից կոր սիրելի եղբայր, իրականության մեջ չես կրնար չխոսիլ ասանք ասնույթը, որովհետև ասի շատ ցավալի նույթ է։ Այո, ինչպես որ գսեի գոր շատ մարդիկ որ գաշխատին սատանային հետ իրենք գջանշնան չարին եւ իրենք գախարտներ են, վհուկներ են, իրենք գիտեն ասամենը, եւ եթե մարդիկ կան որ իրենք սպաղին ասանք բաներով ես կաղոթեմ որ ասամենը հասնի եւ ասամենը Աստծո ողորմությունը լա իրենց որ իրենք լսեն որ գրագին հետ իրենք խաղը խաղան իրենք գիտեն ասամենը իրական է բայց շատ մարդիկ արգան իրենք չեն գիտեր հոգեվոր աշխարհը շատ մարդոց համար հոգեվոր աշխարհը ձանոթ չէ իրենք բարձրապես թիվահարված են իրենք բարձրապես աչար հոգի իշխանության դակ են եւ իրենք ըրին ասիգա
Դու գիտեք այսօր ինչ լսեցի իմ ականջովս, աղջիկ մը գա, եթե չի սխալեմ 46 անգամ վիճում ըրած է, 46 անգամ, սիրեներ, գասկնակ ինչ չար բան է ասի, գասկնակ ինչ լուրջ բան է, եւ աս աղջիկը ինքը ամեն բան գուզեգոր ընել արդարացնելով, ինքը հավատացյալ դուղում հետ վիճապանության մեջ էր եւ ինքը գուզեգոր արդարացնել այն ինչը որ ինքը երել է 46 անգամ եթե չի սխալեմ թիվը 40-ով բան մնե 40 բան անգամ ինքը հղի մնացեր է եւ ինքը վիճում երել է աբորտ երել է իր բաժարներով որովհետեւ ինքը չուզեր որ բզդիգ ունենալ հա որովհետեւ ինքը պիտի հարաբերություն ունե Բիդի իր մարմնի ցանկությունը հաջեցնե, ինքը բիդի բարգի դղոց հետ եւ ինքը բիդի ընե աբորտ, ինչու ինքը ցանկ է։ Ինչու ես մեգում մերցուցի ինքը դեր փորիս մեջներ, ես բարձաբես իրեն չեղյալրի։ Ասի շատ վտանգավոր բան է, ես հիմա օրինակ մը դվի ցեզի, աս մարտոց գարձիկներն մեկը դվի ես ցեզի, մեկը ասի ցեզի։ Հա շատ մարտիկ կսեն, էտեր ինքը ցանկի ցանկ չունի, ես իրեն որ վիճումրի ինքը չի մերավ այո եւ որ հավատացյալ մարդիկ իրենց հետ կխոսեին որ բայց ասի իսպանությունը չէ գսե ասի իսպանություն չէ ես ինքը թեր ցանկ չուներ ես սեզիսի քիչ արա չէ ամեն մարդ գրնա գարձիկ ունենալ ամեն մարդ գրնա իր ուզածին մեզ բացատրել աս ամենը բայց Աստված է որ գիտե բարին եւ գիտե չարը ամենան լավը Աստված գիտե եւ Աստված իր խոսքը Դարձուցած է հասանելի մեզի եւ մենք այսօր իր խոսքեն գսորվենք աս ամենը թե ինչն է շիդագը եւ ինչն է չարը ինչն է բարին ինչն է չարը եւ այո դու գնաք պատկերացնել աս աղջիկին արդահայտածը եւ ասորպես ցավոք սրդի միլիոնավոր արդեն հազար չէ միլիոնավոր մարդիկ իրենց մարմնի ցանկության համար իրար հետ գբարգին բայց ճուզելով սերմը ինգավ որովայնի մեջ գնոջ եւ հիմա ինքը հղի է բայց Գիտես չէ մտածեցին որ չէ հիմա տրամական պատրաստ չենք եկուր վիճենք ասոր Սիրեներ ասի շատ լուրջ մեղք է ասի շատ լուրջ սպանություն է ասի շատ լուրջ նյութ է ով մարդ դու չես կնար այսպես մտածել ով իմ անձ ես ինձ մեջ սկսած ես որ քեզի կխոսիմ ասի քեզի չեմ տադեր ես աստծո խոսքը գխոսիմ եւ գսեմ ով մարդ դու չես կնար ասանք մտածել դու չես կնար ասել հա հիմա հարմար չէ աս բաժարը ունենք եկուր ով գին եկուր ամուսինը գինին գսե եկուր վիճում ունենք գինը ամուսինին գսե եկուր վիճում ունենք գամ Տեր չամուսնացած ընկերուին իրար հետ սիրային հարաբերություն ունենան իրենց մարմնի ցանկություններուն համար հետո բադահածը բադահեցավ ինչ է լուծումը աբորտ կնենք Վերջ հարցը լուծվեցավ հա տուն ինչպես եւ գիտես մարդիկ ինչպես կարտարացնեն ասելով ինչ հիմա իրար հետ սիրային հարաբերություն չունենանք վիճում ըրինք հա այսինքն տուն ասել գուզես ես մարդ կմերցնեմ բայց կարևորը իմ մարմնի ցանկությունները պիտի գադարեմ չի գրնարել լալաս անգարելի է ընդունելի չէ ընդհանրապես սիրելիներ այո քու մարմնի ցանկություններուն հանդեպ պիտի զսպվածություն ունենաս պիտի չի գադարես քու մարմնի ցանկությունները այո Աստված ալ գսե չէ շնություն մի իներ միան ամուսնության անգողինն է սուրբը մի իներ շնություն ինչու Աստված գսե մի իներ այո որովհետև դու մի չի ինես ադիգա եւ հետո մի չի արտարացնես դու քեզի որ ինչ հիմա ես մարմնիս ուզած ըրի ասիալ հիմա չլար մենք վիճում գնենք աբորտ գնենք Ասի իսպանությունն է սիրելիներ ասի չի գրնարել մենք ասանք մտածենք չի գրնարել մենք ասոր հավատանք աբորտի վիժումի գներեք եթե շատեր չեն հասկնար աբորտ հոստեղ արևմտյան հայրենը ուրիշ է արևելյան հայրը ուրիշ է եւ բարերգան շատ մոտ են իրար հետ վիժում չէ եթե սխալ հասկացվեցավ գրիվի մասին չէ վիժում աբորտ եւ սիրելիներ Ինչպես որ խոսեցա աս հարցի լրջության մասին մենք պետք է անդրադառնանք եւ իրականության մեջ մարդիկ պետք է լսեն աս ամեն եւ տեսնենք Աստված ինչ կսե իր խոսքի մեջ Երեմիա առաջին գլուխ 5-րդ խոսք Նայեցեք ինչ կսե Աստված Քեզ որովայնի մեջ չստեղծած քեզ կիցա
Թունք ու մորդ արքանտեն չելած քեզ սրբեցի, քեզ ասկերուն մարգարեերի։ Նայեցեք ինչ հետաքրքիր խոսքս է Աստված Երեմիային։ Ես ինչու մի քանի դեղ զադեր եմ որ խոսիմ, որովհետև այսօր այդ ամեն արդարացումները ընդհանրապես ասնույթը ինչպես կարտարացվի մարդոց կողմեն, որ ես գրնամ վիժում մնել 1, 2, 3, 4, 5 պատճառներով։ Առաջինը, որ ինքը դագավին կյանք չէ, դագավին ինքը հոգի չէ։ Ադորամար ես եւ որ վիժում մնեմ, ասել չէ իրենը սպաննեցի։ Հիմա նայենք Աստված ինչ կսե։ Նայեցեք ինչ կսե։ Քեզ որովայնի մեջ չստեղծած քեզ կիցա։ Սիրեներ, այդ որ Աստված, ամենակարող Աստված ինքը գսե որովայնի մեջ չստեղծած Տեր ոչ թե մարդոց գարձիկի համացան, որ գսեն, «Էտեր 3 ամսու է, տեր 4 ամսու է, տեր 7 ամսու է», Աստված գսե որովայնի մեջ չեղած, ես կիցա քեզի։ Աստված գսե ես կիցա քեզի, այն բանը որ Աստված գիտե, այն բանը որ Աստծո համար արդեն գոյություն ունի, մարդը որքանալ իր բաժարաբանություններով ասե, որ ինքը դագավին չի գա, ինքը դագավին կյանք չէ, ինքը դագավին հոգի չէ, ինքը դագավին 1 ամսու է, 2 ամսու է, 5 ամսու է, Աստված ավելի ծանրը գսե, որովայնի մեջ չեղած ես քեզի կիցա գսե։ Թուն քու մորդ արքանտեն չելած քեզ սրբեցի։ Եվ հետո գսե քեզ ասկերու մարգարեերի, արդեն իր ծրագրի մասին գխոսի։ Այն բանը որ արդեն Աստված գվգայե ադոր մասին, ասելով ես քեզի գիտեմ, այն որ Աստուծո կողմեն արդեն կնկատվի, այդ որ Աստված գսեբե կյանք, գսեբե հոգի, գսեբե էություն, մարդ արարածը որքանալ իր գարձիկը ունենա, Աստծո գարձիկին հագարագող ամեն գարձիկ սխալ է սիրեներ։ Ադորամար այսօր ընդունելի չէ վիժումը, ովևէ մեկ արդարացումով, որովհետև Աստված նույնիսկ կսե որովայնի մեջ չեղած ես գիտեմ at որբիտ լատ որովայնի մեջ։ Եվ հետո Սաղմոս 139, 10-րդ խոսքեն 16-րդ խոսք։ Նայեցեք, ասի ամենակարևոր բաժինն է։ Վասնզի տուն ստեղծեցիր իմ երգամունքներս ու իմ մորս որովայնի մեջ տուն զիս ծածկեցիր։ Գկոհանամ քեզ մե, որ ահավոր ու զարմանալի գերբով ստեղծվեցա։ Քու կորձերը զարմանալի են ու իմ անձս աղեք գիտե։ Երկրի խորություններում մեջ ջարդարությամբ կազմվեցա։ Քու աչքերդ իմ անգադար կազմվածքս տեսան ու անդամներուս բոլորը քու քրկիտ մեջ գրված էին, որոնք ժամանակին պիտի կազմվեին, երբ դեռ անոնց մեկը չգար։ Ախ, ինչ հրաշալի է մեր Աստծո խոսքը, ինչ հստակ է, ինչ բարձ է, ինչ ճշմարիտ է։ Դու կրնակ վերջին դեղը նորեն գարտալ, գսե ու անդամներուս բոլորը քու քրկիտ մեջ գրված էին, որոնք ժամանակին պիտի կազմվեին, բոլոր անոնց, որ իրենց բաժարաբանություններով գսեն թեր 3 ամսու է, թեր չէ կազմված, թեր 1 ամսու է, թեր 7 ամսու է, սիրելիս Աստվածոս գխոսի այն, որ պիտի կազմվի, գսե ու անդամներուս բոլորը քու քրկիտ մեջ գրված էին, որոնք ժամանակին պիտի կազմվեին, երբ դեռ անոնց մեկը չգար։ Աստված նույնիսկ էություն, շունչ, կյանք գսեբե այն, որ ինքը դակավին չէ կազմված, որ Աստծո ծրագրի մեջն է, երբ ինքը կազմվելու սկսի եւ շարունակվի կազմվել, կամ սկիզբը որ պիտի կազմվի, Աստծո կողմեն ինքը ծրագրված, Աստծո կողմեն գրված, Աստծո ստեղծագործությունն է ասիգա եւ մեկը չգրնար որոշել, որ ինքը գրնա Աստծո դված կյանքը վերջացնել, վիժում անելով, աբորտ անելով։ Եվ գսե որ մեկը գարտամ եւ գսե ու իմ անձս աղեք գիտե, իմ քոյությունը շզածկվեցավ քեզ մե, երբ քաղտուկ դեղը շինվեցա։
Գիտեք ինչն է հետաքրքիր այն բաները որ ես գուզեմ գոր բաժնեցիլ որովհետև այն համարները որ ես կգարտամ գոր ամենը գխոսի Աստծո ծրագրի մասին որ նույնիսկ գսե այդ որովայնի մեջ ես չցևավորված այսինքն դակավին ցերկերս չելած այսինքն ուրիշ բարերով երբ ես սերմ էի երբ սկսավ գազմվել այդ ամենը ես այդ ադեմվնե Աստծո գամքն էի այդ ադեմվնե Աստծո ծրագիրն էի այդ ադեմվնե Աստծո ցերկերու կորզն էի նույնիսկ ատկի առաջ Աստծո ծրագիրն էի Աստված նկատեր է եւ որոշեր է որ ես քոյություն ունենամ ես քոյություն եմ ես կյանք եմ հոգի եմ մինչեւ այն ադեմ որ ես գամ at որովայնի մեջ at սերմին կյանք տվող Աստված է ադորամար այսօր ոչ մեկը չի գրնար արդարացնել վիժումը աբորդը իր գարձիկով մինչև այն ադեմ որ Աստված ինքն է ստեղծիչը եւ Աստված իր խոսքով ինքը գսե որ այն սերմին կյանք տալու որոշումը at առաջին ամիսեն 9 ամիսը հեչ կարևոր չէ ադոր այո սողը որ ես պիտի դամ կյանք եթե դվերեմ կյանք at սերմը եթե բդուղ դվեր է ուրեմն ադիգա հոգի է ուրեմն ադիգա կյանք է եւ մեկը իրավունք չունի at կյանքին վերջ տալու իսկ եթե դա հիմա դու ինձ գրնաս ասել եթե Աստված ծրագրեր է ուր է գուդան գոր մարտիկ վերջ այո at մարտիկ սպանություն գնեն գոր սիրելիս եւ սպանությունը մեղք է Աստծո ծրագիրը չէր որ at փորի մեջի բզդիգը մերցվի Աստծո ծրագիրն էր at բզդիգին համար Աստծո ծրագիրն էր բարօրության ծրագիր ինչպես որ Աստծո խոսքեն գիտենք բայց ինչ որ մեկը որոշեց չեմ գիտեր ինչ պատճառներով վերջ տալ վիժում գդարելով ընդունելի չէ սիրելիներ եւ այսօր որպես Աստծո ծառայող որպես եկեղեցու հովիվ այսօր ես Աստծո խոսքը որպես քարոզող համարցակորեն գահագարակվիմ ասելով Աստված թեմ է եւ եկեղեցին թեմ է վիժումին աբորտին եւ ոչ մեկը իրավունք չունի արդարացնելու ասիգա նորեն գսեմ ինչպես անցյալ անգամ խոսեցա համասերամոլներու նույթով ասիգա մարտոս թադելու ուղերձ չէ ասիգա սիրո ուղերձ է ասիգա անդրադարձնելու ուղերձ է ասիգա Աստուծո ողորմության բաժարով ուղերձ է որ քեզի իսե գեցիր չլա տենես գամ եթե երես այսօր ես եկել եմ քեզի իսելու արիտունիս աբաշխարելու արիտունիս դարձիկալու արիտունիս ներողություն խնդրելու Աստծո քու ուրածիդ համար որովհետեւ Աստված քեզի ները բայց անպայման ըրե ասի որ չլա թե արդարացնես տուն քեզի եւ ասես ոչ մեղ չի ասիգա եւ աբստամբիս այդ ադեն տուն վտանգավոր վիճակի մեջ կլաս բայց այսօրվա ասի քեզի տադելու համար չէ եթե դու մեկնես երերես անանկամը ասի քեզի տադելու համար չէ եթե մեկնես պրոբլեմ չունիս ընելու ասի քեզի համար անդրադարձում է եթե դու մեկնես որոշերես ընել արդեն միտնես ասի քեզի համար հստակ Աստուծո խոսքը գեցիր Տուն կյանքի վերջ դալու որոշումի հետևե շլա թե դաս հիմա տուն ինձ գրնալալ ասես բայց աս պատճառները գա ես ներսես կսկամ որ բիդսեմ գրնալալ դուք մեկնեք չեք ամուսնացած եւ նախքան ամուսնանակ սիրային հարաբերություն ունեցաք եւ հիմա ծեր հարաբերության պատճառով բզդիկ գա ինչ որ մեգումը փորի մեջ եւ դուք ադիգա բիտնեք որովհետեւ ծեր ծնողները չնկատեն սիրելիներ ավելի լավ է նկատվի սխալը մեջտեղ ելեք քան թե մեգումը սպաննեք Աստծո արչեւ մեղ կորձեք արդեն սխալ էր ադի ավելիով սխալ մինեք եւ վերջին համարը որ գուզեմ գոր գարտալ որ նայեք ինչպես
at սերմը, որ Աստված կյանք կուտա իրեն վերջ ինքը կյանք է, վերջ, ադի հոգի է։ Նայեցեք։ Օրմը Հիսուսին մայրը Հովանես Մգրդիչի մայրին քով գերտա։ Եվ նայեցեք ինչ գրված է։ Ղուգաս ավետարան առաջին գլուխ 40-րդ խոսք։ 44 մինչև։ Այս ինձի ինչպես եղավ, Հովանես Մգրդիչի մայրը գսե։ Այս ինձի ինչպես եղավ, որ իմ դիրոջս մայրը ինձի եկավ։ Վասնզի, ահա երբ քու բարևից ցայնը ականջիս հասավ, մանուկը որովայնիս մեջ խաղաց ուրախություն են։ Հովանես Մգրդիչին մայրը, որ հղի էր Հովանես Մգրդիչին, Հիսուսին մայրը երբ որ եկավ, գրված է մանուկը որովայնիս մեջ խաղաց ուրախություն են։ Մանուկը որովայնի մեջ արդեն կյանք է եւ ինքը գսե ուրախացավ եւ խաղաց։ Չենք կրնար մենք այդ կյանքը առնել, վիժում ընելով, աբոր դնելով, մեր ինչ պատճառներով, ինքը կյանք է սիրելիս։ Ահա վասիկ գարջ եւ բարձ փաստություն ասկի չեմ գիտեր ինչու պետք է երկար խոսենք որ ասնույթ օրինակ պետք է երկար խոսենք որ հասկանալի լա որ ինքը չար բան է արդեն որչափ որ խոսեցա ատկան հստակ է որ ինքը չի գրնարել լալ չի կարելի ասի Սիրելիներ ասանք կուզեմ որ վերջացնել Եթե դու մեկն ես ըրերես եթե դու մեկն ես որոշեր ես ընել Կամ եթե դու մեկն ես քեզի համար բարձ էր աս ամենը Եթե քեզի համար բարձ է աս խոսքը լսել ես վերջ հույսով եմ բարձ շլլար Հույսով եմ գնտունից որ ասի մեղք է եւ չես համարցակիր անելու Եվ եթե դու մեկն ես որ օրեր ես կամ որոշեր ես անել արդեն Չլա թե ենես Ինչի աս ամեն ինչին ջարը Եթե դու օրեր ես կամ որոշեր ես անել Սիրելիներ Պետք է խոստովանիք ձեր մեղքը Աստծո Ինչու համար Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ եւ խաչվեցավ արույն տապեց եւ երրորդ օրը հարություն արավ այո մեր մեղքերուն եւ անցանքներուն համար ահա վասիկ աստույտը ինչ նույթ է մեղքի նույթ է ինչ ով գրնա մեզի մեր մեղքերն ազատել ով գրնա մեզի մեր մեղքերն ներել Հիսուս Քրիստոսը Ադորամար մեկ ջամփա ունիս մեկ ջանաբար ունիս Հանցնվելու Հիսուս Քրիստոսին խոստովանելով քո մեղքերը եւ խնդրելու իր մե որ ներեք քեզի քիչ առաջ ասածպես եթե դու մեկն ես արդեն վիճակի մեջ ես որ փորիտ մեջ բզդիկ կա եւ ադիգաս մեղքի պատճառով էր կամ ամուսին գինեք չէի գուզեր բայց բադահայցավ չլա թե մտածեք աբորդի մասին վիժումի մասին ադիգա մեղք է սիրելիներ չնեք Եվ եթե դուք մեկն եք որ օրեր եք պետք է ձեր կյանքը հանձնեք Հիսուս Քրիստոսին ապաշխարեք ներողություն խնդրեք աս մեղքին համար որ ցեզի ներվի եւ մեկադա չնեք սիրելիներ Եթե դուք ասաղոթքին գարիք ունիք կխնդրեմ ձեր աչքերը կոծեք եւ մեդս աղոթեք Եթե դուք մեկն եք ընդհանրապես Հիսուս Քրիստոսին չեք հանձնած ձեր կյանքը պետք է ձեր կյանքը հանձնեք սիրելիներ ես կքաչելերեմ որբեսի աբրիկ Աստծո կամքի համաձայն որբեսի աս Չար աշխարհին քերին չի դառնաք, որ խապված չաբրիկ, այլ Աստծո խոսքը գարտակ, սորվիկ Աստծո խոսքը, որ բարին եւ չարը զանազանեք եւ Աստված ցեզի առաջնորդ է, որովհետեւ այն Աստծո մասին, որ ես կխոսիմ, ինքը ողջ է, ինքը 2000 տարի առաջ խաչվեցավ եւ երրորդ օրը հարություն արավ։ Քոցի աչքերը դեդես ասաղոտ կըրե։ Ով Աստված, ես կխոստովանեմ քեզի իմ բոլոր մեղքերս։ Ես կխոստովանեմ քեզի, որ աս մեղքը, աբորդի, վիժումի, իմ կյանքիս մեջ գա։ Ես ինչ որ բաներով արդարացուցած էի, եւ ես հիմա կխոստովանեմ, որ ես մեղավոր եմ եւ ասրածս մեղք է։ Ով Աստված, քո մեծ ողորմությունդ կխնդրեմ, եւ հավատալով քո միածին որդու տապած արունին, ես ներողություն կխնդրեմ քեզ մե աս մեղքի համար Եվ ընդհանրապես իմ ամեն մեղքերու համար Եվ կխնդրեմ, որ Հիսուսի արինով մաքրես իմ մեղքս Ես լսեցի, որ գստանամ ներում Եթե ընդունիմ քո միածին որդի խաչը, արյունը Ես այսօր կընդունիմ Հիսուս Քրիստոսի տապած արյունը Եվ ներողություն կխնդրեմ մեղքերես Եվ կխոստովանիմ քեզի
եւ ներողություն կխնդրեմ։ Այսօրվան է գտնունիմ Հիսուս Քրիստոսին որպես իմ կյանքի դերը եւ բրգիչը եւ կհավատամ, որ Աստված Հիսուս Քրիստոսին մերերներեն հարություն տվավ եւ այսօր ես կընդունիմ այն ներումը, որ Աստուծո մեջ շնորհված է ինձի, կհանձնվիմ քեզի ով Աստված, կխնդրեմ ինձ լեցուրք ու սուրբ ոգիով եւ ինձ օգնե որ զանազանեմ բարին եւ չարը։ Շնորհակալ եմ, որ ես ներված եմ։ Ամեն։ Աստված օրհնե սիրելիներ, հույսով եմ կդարածեք, որ մարդիկ լսեն, զգուշանան եւ չարեն հերանան եւ ընտրեն բարին։ Ամեն։